պրեմիաների կամ հավելավճարների կամ պարգևատրումների մասով։ Տեսեք, ես անզգուշություն ունեցա հնչեցնել թիվ եւ այդ թիվը պատտվեց ժողովրդի շրջանում առաջացնելով դժգոհություն եւ չնայած որ ես նշել էի, որ օրինակ այդ 6-ից 7 միլիոնը ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասն է եւ եթե մենք հիմա միասին այդ վարությունը կատարենք, դուք ամիսների բաժանեք կտեսնեք, որ դա կարող է այլ կերպ օրինակ լինել աշխատավարձի բարձրացում ամսական 400 կամ 500 հազար դրամով ենթադրենք։ Չգիտեմ այդ դեպքում դժգոհության նույնալիք կբարձրանար թե չէ, բայց սա հարց է պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը հարց է, որ տարիներ շարունակ կառավարության կողմից քննարկվում է ու ելի եմ առիթ ունեցել շեշտելու, հիմա շատ կարևոր է սրա մասին խոսելը, տարիներ շարունակ այլ մարմինների ոչ հենց կառավարության եւ աշխատակազմի այլ մարմինների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք իրականացրել եւ միշտ վախեցել ենք անդրադառնալ հենց կառավարության, նախարարությունների աշխատակիցների եւ աշխատակազմի աշխատավարձերի։ Այդ օրինակները բազմաթիվ են։ Ծառայությունների մասով բոլոր ծառայությունների աշխատավարձերը 50% եւ ավել բարձրացվել են։ Ատեստավորման միջոցով պարգևատրումների մասին կարծում եմ տեղյակ եք այսօր ինչ աշխատավարձ են ստանում, օրինակ պայմանագրային զինծառայողները, քրեակատարական ոլորտի աշխատողները, բոլոր ծառայությունների մասին է խոսքը, ուսուցիչների համար ատեստավորման համակարգն է գործում, հնարավորություն ունեն ուսուցիչները այսօր մեր երկրում ստանալու 500-600-700 հազար դրամ աշխատավարձ, բայց միշտ մենք վախեցել ենք, քննարկել ենք, հետո մտածել ենք, որ դժգոհության ալիք երևի կբարձրանա, բայց հետո եկել է ինչ-որ մի կետ, երբ աշխատավարձը նախարարի տեղակալի, վարչության պետերի, բաժնի աշխատակիցների մասնավոր աշխատաշուկայում մրցունակ չէ, ժողովուրդ եկեք արդար գտնվեք եւ օրինակ նախարարի աշխատավարձը, թեկուզ այդ հավելավճարների հաշվառման համեմատենք ֆինանսական ոլորտի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների վարչության պետերի, չեմ ասում կառավարիչների բանկերի կամ խորհրդի անդամների բանկերի, կառավարիչների աշխատավարձի հետ, IT ոլորտի աշխատողների աշխատավարձի հետ, մի շարք ոլորտների աշխատավարձի հետ, եւ եթե դուք ինձ հակադարձեք ու այդպիսի բան եղել է, ասեք, գնացեք մասնավոր ոլորտում աշխատեք, դա ուղղակի չեմ հասկանում ինչի մասին է։ Այսինքն պետք է նորմալ կադրը, որը որ մրցունակ աշխատավարձ կարա ստանալ շուկայում, աշխատավարձի պատճառով զրկվի հնարավորությունից գալ աշխատել կառավարությունում եւ միջակ կադրը, որը մրցունակ աշխատաշուկայում մրցունակ չի, որովհետեւ չի կարող հավակնել բարձր աշխատավարձ ստանալու մասնագիտական գիտելիքների փորձի պատրաստվածության պատճառով ինքը պետք է ընտրի գալ կառավարությունում աշխատել կամ հաջորդ մանել շրջանակներ մարդկանց պետք է լինեն այնքան ապահովված մարդիկ, որոնք 1 դրամով աշխատեն կառավարությունում։ Մենք հարց ենք լուծելու դրանով, այսինքն մենք հնարավորություն ունենանք աշխատանքներին ներգրավել կամ կառավարության անդամ տեսնել մարդկանց, որոնք որ 1 դրամ են աշխատավարձ ստանալու։ Դե հիմա ես այդ հարցին եմ ուզում անդրադառնալ, նախ գաղտնի որոշում, սիրելի քաղաքացիներ եւ լրագրողներ, մի արեք այդպես չէ։ Գոնե բացարձակ ճշմարտությունների մասին եկեք ազնվորեն խոսենք։ Ոչ մի գաղտնի որոշում չի եղել, դա եղել է կառավարության հրապարակված որոշում։ Ընտրություն է եղել է բարձրացնել աշխատավարձերը եւ որոշել են, որ մինչև այդ աշխատավարձերի բարձրացման, այսինքն գործակիցների վերանայման գնալը պիլոտային ծրագիր անում, տեսնենք ըստ կատարողականի, ով ինչքան աշխատավարձ է ստանում, ու ըստ կատարողականի գնահատելով աշխատանքի արդյունավետությունը տանք պարգևատրում։ Այդ պարգևատրումը ես կրկին նշել եմ, կարող եք համարել աշխատավարձ։ Պետական ամբողջ ապարատը ստացել է աշխատավարձ կամ անունը թող լինի պարգևատրում կատարված 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքի համար եւ դա առաջացրել է, դե գիտեք ինչ, տեսեք կանոնները հնարավոր է փոփոխել, հնարավոր են խնդիրներ, հնարավոր է արդարություն, տեսեք, եթե մենք որոշում ենք, որ ինչ-որ մի ծրագիր պետք է իրականացվի, նորարարություն է։ Չես խոսքում պիլոտային ծրագրի մասին։
Այդ պետք է գնահատվի մի անգամ անի, տեսնենք հետո ոնց է կարող։ Ուրեմն ինչ գիտեք կողմ ինչքան ստացի, դուք կգնաք հայտարարությունները կնայեք, ես չգիտեմ որ նախարարը ինչքան ստացի, ես գիտեմ մեր կատարողականի ցուցանիշը, այդ ժամանակահատվածի համար եղել է 70%, կամ դրանից բարձր, հաջորդ կիսամյակական տարվա համար այն տեղամասությամբ ինչ որ գրվել է կառավարության որոշումը, մենք ձգտել ենք 100% կատարողական ապահովել միշտ, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները այլ պարգևատրվեն կամ որ նույնն է ստանան ավելի բարձր աշխատավարձ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մոտիվացվածության աստիճանը աշխատակիցների եւ մթնոլորտի նախարարությունում խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից։ Այսինքն մարդիկ գիտեն, չգիտեմ, բաժնիք է 200,000 բաժնիք պատասխանատվության մակար, դա շատ մեծ նշանակություն ունի։ Այսինքն երբ որ ուսանողը ավարտում է ու իր կարիերան փոխում դասավարը չէ, ունի ընտրանք։ Մտածում է որ գնամ աշխատել, մի երիտասարդները օրինակ չգիտեմ, մեր սերունդը այդքան էլ այդպեսին չէին, մտածում են ինչքան բարձր աշխատավարձ է, այնքան լավ։ Հիմա նայում են ցուցակները, ասենք չգիտեմ, ուսումնասիրում ոլորտը տեսնում է։ Նախարարությունը հա լավ բովանդակային աշխատանք մասնագետ դառնալու համար է, բայց որ գնա քաղաքծառայության ստանալու 100-120,000 դրամ, հետո 60 տեսնում է կարող առանց փորձի դառնա քննիչ, կարող առանց փորձի դառնա, չգիտեմ, դատախազ, կարող առանց փորձի գնա մի քիչ էլ սովորի դառնա փաստաբան, ու առանց փորձի կարող գնա մասնավոր ընկերություն, չգիտեմ, փաստաբանի օգնական դառնա, այս մեր մասնագիտության մասին է խոսում։ Հետո նշան բոլոր օղակներում աշխատավարձերը շատ 2-3 անգամ ավելի բարձր են։ Հիմա այս փոփոխությամբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի պետական մարմինները գայթակղիչ լինեն աշխատանքի տեսանկյունից։ Ու նաև վերադասների մասով էլ, այո, պետք է լինեն այնպիսի սոցիալական երաշխիքներ, որ միլիոնների բյուջե տնօրինող մարդիկ ստանան բարձր աշխատավարձ։ Ուղղակի ստանան բարձր աշխատավարձ, ոչ թե ինչպես որ ժամանակին էր ստանան 200-300 կամ 400,000 դրամ, բայց ունենան միլիոններ, ոչ թե դրամական միլիոնների մասին է խոսքը, դոլարների մասին է խոսքը։ Հայցապահանջները բացեք նայեք։ Փառք Աստծո, ես բոլորից լավ այսօր կարող եմ պատասխանատու կերպով ասել, ինչու բոլորից լավ կառավարությունում, որովհետև ինքս բախտ եմ ունեցել կամ չգիտեմ ինչ եմ ունեցել, առնչվելու այդ թվերի հետ եւ ինքս եմ տեսել։ Այսինքն ինչի մասին է խոսքը, մենք դատապարտում ենք, որ կառավարությունը ուզում է ունենալ մրցունակ այնպիսի աշխատավարձ, որի պայմաններում լավ կադրերը, բանիմաց, խելացի, որոնք մրցունակ են մասնավոր շուկայում, ցանկություն ունենան գալ աշխատել պետության համար, ու ստանձնել են բեռն պատասխանատվությունը, որը ամեն օր կրում է նախարարը, նախարարի տեղակալը կամ վարչության պետը, ինչի մասին է խոսքը։ Եկեք մենք մի դրանով աշխատենք եւ բոլորին բաժանենք թոշակ։ Մեր բոլոր աշխատավարձը ով է։ Նախ ձեր հարց տարօրինակ կգա եւ երկրորդ մեր գաղափարների իրացումը մենք ապահովում ենք։ Եթե դուք շեշտում եք թոշակների բարձրացման հարցը, ես դրա մասին եմ առիթ խոսել։ Թոշակները մի քանի անգամ բարձրացվել են եւ հետո բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշել ենք մեր թոշակառուների խնդիրները վերհանելով դրանք լուծելի դարձնել այլ ճանապարհներով։ Առաջին հերթին ոլորտը քաղաքապահության ապահովագրության ինստիտուտն է, որը ներդրվել է մեր երկրում։ Ես ոլորտի ներկայացուցիչ թվակացուցանիշներ չեմ կարող նշել, թե քանի թոշակառու պատիկ եւ պապիկ է միլիոնավոր դրամների բժշկական ծառայություն ստացել, որ ժամանակին չէր կարող ստանալ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ խնդիր ենք մենք լուծելու, էլի, եթե մենք անդադասում ենք թոշակները չեն բարձրացնում ենք նախ, երկրորդ հետվճարի ինստիտուտն է սահմանվել, որը բերելու է անմիջականորեն այդ թոշակների բարձրացմանը, եւ երրորդ մենք սահմանում ենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի լուծենք այդ տարիքի մարդկանց խնդիրը, այսինքն այն սուր անհրաժեշտությունը, որը ունեն այդ մարդիկ։ Շնորհակալություն Էլենուշևին Մուզեյ։ Գալեր։
էլ ընդլայնում եմ իմ կողմից հնարավորս, եկեք բոլորը 1 դրամ ստանան, կամ եթե վարչապետը 1 դրամ ստանա, ինչ խնդիր է լուծվելու, եկեք հաշվենք վարչապետը 8 տարվա ընթացքում ինչքան աշխատը վարձալուծելու եւ դա ներողություն ինչքան աշխատը ստացել եւ բաժանենք դա բոլոր թոշակառուների միջեւ, ինչ միլիում է բաժանվելու բոլորը, ինչ ենք ամեն ինչ ծայրահեղացնում, էլի, այսինքն 1 դրամով աշխատել է չգիտեմ, հիմա դա չենք քննարկում, բայց ասում եմ, որ ոչ մի խնդիր դրանով չի լուծվում, պետք է լինի Գործընկերներ, Մյուզեմի հերթներ